Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն իրավահաջորդը պարտավոր է գումարը մուծի, պարտքերը փակի, ինչպես կատարվեց Երազ գործարանում։ Իրավահաջորդը բոլոր գումարները փակեց։ Բայց իրենք ձեզ խոսք են տվել, որ կվճարեն նոր տերերի մասին է խոսքը։ Տերերին ես չեմ էլ տեսել։ Ռաշոտայինը ոբշի իրանք հաշվել են 2.800.000 ու մենակ իմը չի տես, բոլորն էլ տես մեծ թվեր է, 2.400.000, բոլորին տես մեծ թվեր է։ Մեր իրավաբանին հարցնում ենք, ասում ենք կարգավիճակը գործարանի, ասում է հայտնի չի։ Ասում ենք իրանք են մեր իրավահաջորդը, ասում է հայտնի չի։ Ասում իրանք խլել են այդ գործարանը, ասում է հայտնի չի։ Բա ի՞նչ է հայտնի։ Ոչ մի բան հայտնի չի։ Դե որ ոչ մի բան հայտնի չի, ուրեմն փողերն էլ հայտնի չի, հետագա անելիքներն էլ հայտնի չի, մարդիկ էլ չգիտեն հետագայում ինչ անեն։ Ձեզ ինչքան են պարտք։ Դե 1.300.000 մոտավորապես տենց։ Իսկ նոր սեփականատերերը խոսք են տվել կվճարեն այդ պարտքը։ Սեփականատերերը ասում են, որ ձեզ աշխատասիրան այլ թող վճարի, մենք ինչ կապ ունենք դրա հետ։ Նոր սեփականատերերին այս ձեռնարկությունը $2 միլիոն կարգի պարտք է։ Եթե առաջ ասացված կար, ով աշխատի նա կուտի, այսօր ով աշխատի եւ ով ուտի, այդ պիտի փոխվի, որտեվ այսօր այդ է գալի, ուրիշ ոչ մի բան։ Իսկ այ հին սեփականատիրոջ ներկայացիչը կարծես թե ամեն օր հա գործարանում է լինում։ Գիտեք ինչ են քննարկում այդքան, ինչ են փորձում, ընդհանուր հայտարարի են փորձում գալ։ Նոր մենք ուղղակի իրավաբանի մոտ էինք այս պայծրությամբ։ Ինքն ասում է, այս պայծրությամբ ասում է վաճառված չի։ Սա աշտարակացին է պատկանում։ Ասում է ես կազմել եմ ցուցակը, բոլորը տվել եմ իրանց նոր տերերին, ով որ աշխատացնում է։ Ասում է իրանք պետք է հիմա որոշեն, դեռ որոշված չի, իրանք են տալու ձեր պարտքերը, գումարները, թե ոչ։ Այդքան բան ամենակ ասում, ոչ մի նորություն։ Հույս կա, որ կվճարվի աշխատավարձը։ Հələ որ հույսը չի երևում։ Ձեզ ինչքան են պարտք ու քանի ամսվա գումար է դա։ 100-ից ավել։ 2 ամսվա էլի մի քիչ ավել։ 6 ամիս, 3 ամիս, 5 ամիս աշխատավարձ չեն տվել ու չեն մտածում, այդ մարդը ապրելու է, թե մեռնելու է։ Այդ մարդը երեխան ապրելու է, թե մեռնելու է։ Վերջ-վերջով սա պետությունն է, թե չգիտեմ ինչ։ Մեկը պետք է լինի, որ մեզ մի բան ասի, բայց ոչ հինը, ոչ նորը, դե հինը вообще կարելի ասել չեք իմանում ինչ ա եղել, իսկ նորերի հետ ինչ պահանջենք, եթե այն մարդիկ եկեն, մենք չենք իմանում, իրանք արենդայով են եկել, իրանք վաճառեն են, թե ոնց են եկել։ Եթե իմանանք, մենք սատվեսնը դե advokatների միջոցով կարող ենք ինչ-որ հարց լուծել, բայց մեզ ոչ մեկ այսօր ոչ մի բան չի կարողանում ներկայացնել։ Դե ասում եմ դու ինձ համար աշխատել ես, որ ես կողո, ես հասկանում եմ, այս մարդից ոնց բան, այդ նոր աշխատողները։ Իսկ պայմանավորվածություն չկա իրենց հետ։ Ինձ հետ չկա, իրենց հետ ես չգիտեմ։ Գործանում տեղի ունենում առողջացման ծրագիր։ Շատ վատ վիճակում ա եղել գործարանը։ Արդեն 25 օր մենք ստեղ ենք, արդեն ունենք արդյունքներ։ Կա առաջ խաղացում, շուկայում կա ապրանքանիշը։ Առողջացման ծրագրերի շրջանակներում մտնում է բոլորի հարցին տալ դրական պատասխան։ Ամեն ինչ ուղակի փուլ առ փուլ, հա, ոնց որ հա պետքա կատարվի։ Հիմա ինչ է սպասում։ Հիմա քանի դեռ այս գործարանը պատրաստ չի վերջնական, չի դարել վճարունակ, չի դարել, պատրաստ չի վերջնական խոսալու, օրեր ժամկետներ թելադրելու, ժամկետներ ասելու, դեռ հիմա ոչ մի բան չենք ուզում ասենք, բայց որ բոլորին ընելու է դրական պատասխան, դա միանշանակ։ Այսինքն դուք եք վճարելու նախկին պարտք։ Հիմա թե վերջում առողջացման ծրագիրը երբ որ կհասնի իր ավարտին, դրանից հետո ոնց կորոշվի սեփականատիրոջ հետ, թե կլինի արք ու վաճառ, թե կլինի վարձակալություն, ըստ դրա արդեն բոլորին կտան դրական պատասխան։ Չէ՞ որ այս գործարանը արդեն մինչև մեր ստեղ գալը էլ ոչ մի բանի չէր կարա ոչ մի հարցի լուծում տար։ Աշխատակիցները պնդում են, որ ամեն անգամ գալիս են ձեզանից լսում են նման պատասխան, մենք ենք ձեզ աշխատացրել, որ մենք վճարենք։ Չէ, տենց կոնկրետ շփում չի եղել ոչ մեկի հետ, ինչ-որ տենց պատասխան որ տամ, ես ինչ-որ մեկին տենց, չգիտեմ, եթե ինչ-որ մեկը կա թող ասի, ինչ-որ մեկին չեմ ասել, ես եմ դες պատասխան, դες բան չեմ ասել։ Բոլորն էլ գիտեն, մենք ստե ինչ ենք անում։ Այս հիմնարկը առողջացնում ենք։ Մինչև այս հիմնարկին չբարձրացնենք, կանգնացնենք ոտքի, չեն կարող ոչ մեկին ստույգ ասել։ Արտակ ջան, մի հարց։ Ձեր կարծիքով այդ առողջացնելը ինչքան ժամանակ կտևի եւ երբ կվերականգնվի զավոդը, որպեսզի այս բոլոր դուրս մնացած մարդիկ իրանց պահանջներին դրական պատասխան ստանան։ Կարճ ժամանակ։ Մինչև գարուն, որ արդեն սկսի կաթի մթերումը ամբողջովին, չէ՞ որ զավոդի հիմքում, մինչև մայիս մաքսիմում
արդեն շատ հարցերի պատասխաններ կունենանք, ամենաշատը։ Իսկ մթերողներին վճարել եք գումարը։ Մթերողների հետ աշխատանքները թույլ կտակ պատասխան մթերողների հետ աշխատանքները տարվում են արդեն ընկերությունում կատ ընդունում ենք յուղացիների հետ տարվում է անհատական աշխատանքներ մաս վճարելով փորձում ենք ընդունված կատի դիմաց վճարելով փակենք պարտքը